Հանուն հոր և որդու և օգնուի սրտո ամեն։ Եղիան մեր նման մարդ էր կրքերին ենթակա, այսպես է ասում Պետրոս առաքյալը։ Մեր նման էր, բայց գեր մարդ էր Եղիան։ Ուներ գիրք, ինչ գիրք էր այդ գիրքը։ Աստվածային նախանձախնդրության գիրքն էր։ Աստծո պատվիրանների պահպանության նախանձախնդրություն ուներ Եղիան։ Քրիստոսի հանդեպ սիրով այրվում էր, Աստծո հանդեպ կրակով վառվում էր, եւ այդ աստվածային սիրո կրակի հուրը երկնքից էր իջեցնում։ Այս աստվածային նախանձախնդրությունը Եղիայի մոտ չափազանց էր։ Որտեղ անարդարություն էր տեսնում, որտեղ Աստծո պատվիրանների խախտում էր տեսնում, աստվածային կրակով էր այրվում եւ պայքարում էր անարդարությունների, պատվիրանազանցությունների դեմ։ Եվ Աստված լսում էր Եղիայի այս ցասումը։ Եղիայի հրամանով երկնքից կրակ իջավ եւ այրեց ողջակեզը։ Եվ ինքը Եղիան 451 քուրմերի 450 էլ մյուս քուրմերի Բաղամի եւ Քամոսի կռապաշտ քուրմերին բոլորին կոտորեց։ Այնուհետև 50 հոգի զինվորներ եկան Եղիային ձերբակալելու։ Եվ դիմեցին ու ասացին. Աստծո մարդ, թագավորը քեզ կանչում է, արի։ Ասաց, եթե ես Աստծո մարդն եմ, երկնքից թող կրակ իջնի, ձեզ այրի։ Եվ իրապես երկնքից կրակ իջավ եւ այրեց։ Երկրորդ 50-յակը եկավ, նույն կերպը այրվեցին, վերացան, ոչնչացան։ Այս նախանձախնդրությունը Եղիայի աստվածային նախանձախնդրություն էր եւ արդարացված էր, որտեղ աստվածային սիրո կրակով բորբոքված պայքարում էր, պատերազմում էր մեղքի, չարիքի, անարդարության դեմ։ Արիստոտելն ասում է, նա չէ իմաստուն մարդ, ով շատ բան գիտի, այլ նա է իմաստուն մարդ, ով ղեկավարում է իր կրքերը։ Եղիան, թեպետ աստվածային նախանձախնդրության գիրք ուներ, բայց ղեկավարում էր այդ գիրքը, կարողանում էր ճշտել, հստակեցնել, ղեկավարել։ Մենք էլ ունենք բարկություն, մահկանացուներս։ Ինչպիսին էր Եղիայի բարկությունը, չարիքի անարդարության դեմ էր, բայց ինչպիսին է լինում մեր բարկությունը, մեր անձին վիրավորանքների դեմ է լինում։ Մենք երբ ենք բարկանում, երբ որ մեզ վիրավորում են, երբ որ մեզ անտեսում են, երբ որ մեզ արհամարում են, ոչ թե Աստծո օրենքների համար ենք մենք բարկանում, քավլիցի։ Մենակ մեր անձի, մեր եսի պահպանության համար ենք, ինքնապաշտպանության բարկություն է մեր բարկությունը, եւ արդարացված չէ մեր բարկությունը, բայց երբ որ մենք ցասումով լցվենք Աստծո օրենքների պահպանության հանդեպ, արդար լինենք ինքներս մեր հանդեպ եւ Աստծո օրենքների պահպանության ընդհանուր գործում արդարություն պահպանենք, այն ժամանակ մեր բարկությունը ցասումը արդար կլինի, ինչպես Եղիայի ցասումն ու բարկությունն էր արդար, բայց եւ այնպես անգամ այդ արդար ցասումը մենք պետք է ղեկավարենք, մեր գիրքը պետք է զսպենք, չափից ավել չպետք է լինի բարկությունը, անգամ Աստծո օրենքների հանդեպ, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ մտավ տաճար, դուրս հանեց աղևնավաճառներին ու լումայափոխներին, ընդամենը իր գոտին չվան պատրաստեց եւ սկսեց ծեծելով դուրս հանել։ Ոչ գավազանով, ոչ մտրակով, ծանր հարվածներ չհասցրեց, այլ ընդամենը իր չվանյա գոտիով ծեծեց դուրս հանել ժողովրդին։ Ուրեմն այս գիրքը, որ Եղիայի մոտ կար, հավիտենական դարձավ։ Ինչու հավիտենական եղավ։ Որտև Եղիան ապրել է Աքաբ թագավորի օրոք, Իսրայելի թագավոր էր Աքաբը,
Չմեռավ Եղիան, ողջ մնաց, աստվածային հրամանով հրեղեն կարգով երկինք վերացավ, որտև արդար ցասում է իր մեջ հավիտենական էր, ողջ մնաց Եղիան, հիմա էլ ողջ է, ամեն անգամ մենք երգում ենք ասում, ի վերին Երուսաղեմ, ուր Ենովքն ու Եղիան են, վերին Երուսաղեմում է Ենովքն ու Եղիան, ողջ է հիմա Եղիան, և սպասում է, մեկ անգամ եկավ Եղիան իր երկինք կարգով վերանալուց հետո, երբ եկավ Քրիստոսի պայծառակերպության ժամանակ, երբ Քրիստոս Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց, Եղիան եկավ, ժամանակներից առաջ էր եղել, ժամանակների լրումին եղավ, երբ Քրիստոս եկավ, և հաստատեց Տիրոջ աստվածային փառքը, և ժամանակի վախճանին պետք է գա Եղիան, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս է ավետարանում ասում, թե Եղիան կգա և ամեն ինչ կհաստատի, ամեն ինչ լրումին կհասցնի, երբ կգա Եղիան, աշխարհի վախճանին, նեռը շատ մարդկանց պետք է խաբի, մոլորեցնի, ձեռքին և ճակատին դրոշ պետք է դնի, և պետք է իրեն երկրպագել տա իբրև Աստծո, և շատ շատերը պետք է մոլորվեն ու երկրպագեն նեռին, և Եղիան ու Ենովքը երկու վկանել է, ինչպես հայտնության գիրքն է ասում, կգան ու կսատկեցնեն նեռին,